Բոլորիդ բարի օր, տեսեք ինչ լավ եղանակ է Լորի մարզում, որտեղ մենք նկարահանումներ ենք անցկացնում, առավոտյան սյուժեները միշտ ձգտում եք, որ լինի հայերեն, եւ այս սյուժեները մենք նկարում ենք Էրիկ Կրոյանի հետ։ Ուզում եմ նշել բոլորիդ համար, որ կոնկրետ այս մանկապարտեզը, որը արդեն վերջանում է իր աշխատանքը եւ կհազնվի մոտակա ժամանակները, այս մանկապարտեզի մասին է պատմում Էրիկ Կրոյանը իր սյուժեում։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնեմ Գուղարք գյուղի վրա, սա Վանաձոր համայնքն է, որտեղ երեխեք այնքան են երջանիկ, որ գնալու են նոր մանկապարտեզ, դուք չեք պատկերացնում, մենք շփվեցինք մինչև նկարահանումների բնակիչների հետ եւ դա բոլոր գյուղերում է, համարյա 1000 գյուղ ունենք եւ 33 քաղաք։ Հարց ենք տալիս բոլորիդ համար, մի կողմից ուրախանում ենք, նույն բանը Էրիկն է ասել, որ դա կառուցվում է հիմա, բայց մյուս կողմից մեզ համար, այսպես ասած, մենք ամաչում ենք, որ այս հասարակ բաները չեն կառուցել առաջ եւ կառուցվում է հիմա եւ ամեն անգամ երբ դուք ասում եք ինչի եք մենք քննադատում ինչ որ գեներալներին, ինչ որ ղարաբաղյան չինովնիկներին, իրանք իրավունք չունեն ինձ ասեն ինչի եմ ես իրանց քննադատում, երբ Ղարաբաղի ինչ որ քնիչ, Ղարաբաղի դատախազ, Ղարաբաղի դատավոր իր տան նստած իր կնգա հետ ինձ քննադատում է, որ Ռոման Բաղդասարյանը ինչի է մեզ քննադատում։ Եթե դուք նայում եք այս վիդեոն, ձեզ դրա համար եմ քննադատում, որ այս մանկապարտեզը հիմա են սարքում, քանի որ ձեր Ղարաբաղյան կլանը իմը շինքը։ Այո, ես Ղարաբաղցի եմ, բայց ես ոչ մի կապ չունեմ Ղարաբաղի չինովնիկների հետ։ Ձեր Ղարաբաղյան կլանը, որին դուք աջակցում եք, քանդել է սաղ Հայաստանը։ Թողել է սաղ Հայաստանը առանց մանկապարտեզ, առանց դպրոց եւ ընդհանրապես քանդել է սաղ հայ ազգի կյանքը, հա, եկեք ազնիվ լինենք։ Այնպես որ դրա համար եմ քննադատում եւ շարունակելու եմ քննադատել նրանց, ովքեր թողել են մեզ առանց մանկապարտեզ, ու այսօր մենք պետքա փող ծախսենք, նոր մանկապարտեզ սարքենք եւ վերջում ուզում եմ ավելացնել, եթե դա ամեն ինչ լիներ, հիմա այսքան փողը կառավարությունը չէր ծախսեր մանկապարտեզի վրա, ուրիշ բանի վրա կծախսեր, ճիշտ է, այդքանը։ Մենք գտնվում ենք Վանաձորում, Լորի մարզում, այս 2-3 օրը մենք նկարում ենք հայերենով սյուժեները Էրիկ Կրոյանի հետ, որը տեղափոխվել է Ռուսաստանից Վանաձոր, իր էջից ահագին տարածում այդ սյուժեները, դա շատ կարևոր է, ցույց տակ ինչ է կատարում Լորի մարզում եւ նաեւ մենք նշելու ենք Էրիկին, որպեսզի դուք էլ միանաք իր հետ նայեք ինչ է կատարում Լորի մարզում, իսկ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնեմ ձեզ դրա համար, որ դուք տարածում եք իմ սյուժեները եւ գիտեք օրինակ կտրիչի մասին սյուժեն, որը ես նկարեցի եւ պատրաստեցի հուլիսի 1-ին դուրս եկավ, եթե չեմ սխալվում, թե չէ, հունիսի 29-ին, այս դերությամբ մենակ իմ անգլերեն էջում համարյա 1 միլիոն դիտում է հավաքել, 3 էջում եւ 3 խմբում հավաքել է 3 միլիոն դիտում, մենակ իմ կայքերում, եւ ուրիշ բլոգերներն էլ են գցել այդ վիդեոն, Էդվին Մարտիրոսյանը, Կրիստինե Խալաջյանը, ուրեմն 3 միլիոն մոտավորապես իմ մոտ են նայել եւ մոտավորապես 1 միլիոն մնացած բլոգերների մոտ, 4 միլիոն այդ հոլովակը հավաքել է, սա իսկականից շատ երջանիկ եմ եւ չէի սպասել այս ձևի շատ ուժեղ արդյունք։ Մինչ նոր հանդիպում Վանաձորում եւ Լորի մարզում։ Բոլորիդ բարի օր, մենք գտնվում ենք հիմա Վանաձորում եւ տեսեք այս փողոցում նկարում եք հայերեն լեզվով սյուժե, այս սյուժեները, որը հիմա մենք նկարում ենք, վարում է Էրիկ Կրոյանը, որը տեղափոխվել է Ռուսաստանից այստեղ Վանաձոր, Լորի մարզ։ Կուզենամ իմ օպերատորս ցույց տա ինչ աշխատանքներ է գնում այս փողոցի վրա եւ այս փողոցի մասին սյուժե ենք մենք նկարում, որը ցույց ենք տալու մոտակա օրերին, հա, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր իմ հետևորդներից, քանի որ 2 օր առաջ ես խնդրեցի, որ դուք օգնեք իմ էջից եւ 1 օրում եւ 1 գիշերում ասեմ, որ մոտավորապես 220,000 հետևորդ մտավ ռուսական եւ անգլերեն էջս եւ սխմեցին օգնություն 220,000 մարդ, ես շատ շնորհակալ եմ ձեզ, շատ եմ սիրում եւ չգիտեմ ինչ խոսքեր գտնեմ, որպեսզի բոլորիդ շնորհակալություն հայտնեմ, քանի որ դուք օգնել եք, սաղ իմ էջերս նորից բացվել է եւ դա շատ կարեւոր է, որ մենք ունենք այս ձևի մեծ
բանակ, աջակցում եք եւ ես աջակցում եմ ձեզ, դուք աջակցում եք ինձ եւ նաեւ մենք աջակցում ենք Էրիկ Կրոյանին եւ Վանաձորին եւ այսօրվա այդ սյուժեները, որ ես նկարում եմ, մենք մեր գումարներից փող ենք ծախսելու, որ Էրիկի սյուժեները սա մոնտաժանենք եւ տարածենք սա համացանցով եւ դուք նաեւ կարաք ավելանաք որպես հետևորդ Էրիկին, քանի որ ինքը հայրենասեր տղա է, պետականամետ է, ինքը պետության կողմին է եւ այո, կառավարությունն է պաշտպանում եւ միշտ էլ դա անելու է մինչեւ վերջը։ Այդքան բան ուզեցի ասեմ եւ ասեցի ձեզ համար։ Բոլորիդ բարի առավոտ, բարի օր, ովքեր նայում են այս վիդեոն, հիմա մենք գտնում ենք Սպիտակ համայնքում, շարունակում ենք մեր նկարահանումները, այստեղ դուք հիշում եք 2-3 ամիս առաջ մենք սկսեցինք ահագին գործեր այստեղ կատարվում, աշխատանքներ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ համայնքապետի թիմին եւ համայնքապետին, ովքեր շատ լավ են վերաբերում մեր թիմի հանդեպ եւ միշտ այտենց եղել վերջերս 4-5 տարին։ Իսկ այսօր մենք նկարում ենք այս մեծ փողոցը Սպիտակ քաղաքում, եթե կարելի է օպերատորը ստող ցույց տա, ինչքան մեծ աշխատանք է ստեղարված, հա, տեսեք, եւ հենց հիմա շարունակում է այդ աշխատանքները, տեսեք։ Այդ են դեպքում, որ 35 տարի այս փողոցում ոչ մի բան չի եղել։ Ես տարբեր փողոցներ արդեն ցույց եմ տվել, այս փողոցը ինչի եմ ցույց տալիս, որ տեսեք հիմա նոյեմբերի վերջում այդ գործերը շարունակվում է եւ սրա մասին ավելի մեծ հոլովակ ենք նկարել հայերեն, որտեղ խոսում է աշխատակիցը համայնքապետարանի։ Մի քիչ ուշ իմ էջում անպայման կնայեք, բոլորին բարևներ եմ ուղարկում եւ շարունակում ենք աջակցել Լորիի մարզին, ոնց խոսք եմ տվել, որ մենք ահագին գումարներ ծախսելու ենք կոնկրետ Լորիի մարզի վրա, դուք տեսնում եք, որ արդեն 3 ամիս է մեր գումարները մենք ծախսում ենք մոնտաժի վրա եւ ընդհանրապես այդ հոլովակների վրա, որպեսզի դուք տեսնեք ինչքան գործեր է անվում Լորիի մարզում։ Մինչ նոր հանդիպում։ Բոլորիդ բարի օր, Պարնի մենք բնակավայրում ենք գտնվում, Սպիտակի համայնքն է։ Համայնքապետարանի աշխատակիցներն են այսօր ինձ հետ եւ առավոտյան մեր սյուժեները դեկտեմբերի համար ենք նկարում։ Նշեմ, որ մշակույթի տունը վերջացրել են արդեն աշխատանքները, համարյա մնաց, չգիտեմ, երևի 1-2%-ը, մինչ դա մենք նկարում ենք, երբ նոր են սկսել կառուցել, եւ տեսեք, այսօր մենք պատմում ենք ավելի մանրամասն մեր սյուժեում, ոնց է աշխատանքները անցել եւ ընդհանրապես ինչքան կարեւոր է դա Պարնի գյուղի բնակիչների համար։ Նորից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մտնում են stories, ասեմ, որ անգլերեն էջում 8000-ից մինչև 10000 մարդ ամեն օր մտնում է stories եւ ահագին մարդիկ թողնում են սրտիկներ, լայքեր, ես շատ շնորհակալ եմ ձեզ։ Պատկերացրեք, որ նայում եմ այդ բոլոր լայքերը, սրտիկները եւ ինձ համար դա շատ կարեւոր է։ Ես այսպես ասած չեմ հավատում ամեն օր, որ այսքան մարդ մտնում է stories, այսքան մարդ նայում են իմ նյութերս, նշեմ, որ օրինակ Լիլիթ Մակունցի մասին նյութը համարյա մեկ շաբաթ անցավ եւ չէ, նշեմ, որ 5 օր անցավ, այսօր ես ցույց եմ տալու վաղը, այսինքն 5 օրում ունենք մենք 314,000 մարդ, ովքեր նայել են այդ մի հատ նյութը։ Եվ տենց բոլոր մեր սյուժեները եւ նյութերը շատ կարեւոր է դա ինձ համար, շնորհակալ եմ։ Всем доброго дня! Сегодня 27 ноября. Посмотрите, какая погода в Ереване. Пусть мой оператор покажет вообще, сколько у нас сейчас времени. 20 минут 3-го. И мы уже готовимся к встрече Нового года. Хотя впереди еще целый месяц. Знаете, специально видео снимаю на русском языке, чтобы его послушали и мои грузинские друзья, и подписчики из соседней страны, Азербайджана. Их тоже очень много и в английской, и в русской странице, и в группах. Хочу сказать, что в этом году удивительно, что осень намного теплее, чем когда бы то ни было. Я живу в Армении уже почти 5 лет полных. И вот впервые я вижу такую осень, чтобы 27 ноября, посмотрите, какое было небо и какое солнце. Вот покажите, дорогой оператор, смотрите, какое у нас солнце. Да. И это совершенно совпадает с тем настроением, которое есть в моей душе, в душе всех тех людей, которые за мир. Я хочу поблагодарить всех армян,
и азербайджанцев, и грузинских моих друзей, политологов, общественных деятелей, которые выступают за мир, которые всегда пишут добрые комментарии в моих страницах. Это очень важно, потому что тем самым мы показываем, как много людей хотят мира для каждого из вас. Я хочу обратиться к людям из соседней страны, из Азербайджана, сказать, что вы не обращайте внимания на тех змей, мразей и гадюк, которые что-то оскорбительно пишут про Азербайджан, про Алиева. Почему? Потому что большая часть этих людей это люди, которые проплачены или Россией, или партией Дашнак Цюн. Они не отражают мнение общественности, заверяю вас. А общественность, большей частью, она такая же солнечная, как сегодняшняя погода. Кстати говоря, азербайджанские эксперты, журналисты приезжали в Ереван и видели, насколько здесь прекрасный народ, прекрасная атмосфера. И Ереван, он для всех добрый, для всех, кто уважает нашу историю, наши обычаи, нашу культуру, для всех, кто уважает наши законы. Ереван открыт для всех, кто разделяет с нами вот эту атмосферу любви, мира. И я уверен, что мы вместе с вами еще сделаем очень много благодаря мне, я не постесняюсь сказать, благодаря мне и моим подписчикам. После 44-дневной войны мы сделали так, чтобы у нас было меньше перестрелок, меньше ненависти. Мы с вами спасли очень многим жизнь. Вот лично я спас многим, в первую очередь, армянским парням жизнь, когда после войны делал все возможное, чтобы была такая мирная атмосфера в соцсетях, насколько это возможно. Мира и любви я желаю. И по поводу прямых эфиров очень много спрашивают у меня, почему я уже полгода не делаю эфиры. Я обязательно сделаю в виде исключения 1-2 эфира, один на русском, один на армянском. До новых встреч! Բոլորիդ բարի օր, մենք գտնվում ենք Սպիտակ համայնքում, Կատնաջուր գյուղն է, որտեղ ունենք մենք հետևորդներ եւ մարդիկ հարցնում են խիչեք ցույց տալիս մեր դպրոցը, որը վերանորոգվել է, տեսնում եք ինչ հոյակապ տեսք ունի հիմա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր մեր հետևորդներին, ովքեր ինչ որ բարի խոսքեր են գրում եւ Messenger-ում եւ Stories-ում, շնորհակալ եմ ձեզ եւ կոնկրետ իմ հետևորդներից Կատնաջուրից ձեզ մեծ շնորհակալություն։ Ասեմ, որ ամեն անգամ երբ մենք նկարում ենք ինչ որ նոր ջրամբարներ, դպրոցներ, իմ սիրտը սա ուրախանում եւ ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր բացի Հայաստանից ուրիշ երկրներից են նայում մեր կայքերը, իրանք մեզ հետ միասին են ուրախանում։ Իմիջիալոց հիշեցնեմ, որ 65-67% մեր հետևորդները Հայաստանից են, այն ստատիստիկան, որը ես արդեն տպագրել եմ, 65-67%-ը, ովքեր նայում են մեզ, դրանք Հայաստանից են։ Մինչ նոր հանդիպում։ Բոլորիդ բարևներ, ես ուրախ եմ բոլորիդ հետ շրջել եւ Վանաձորով եւ Լորի մարզով, ասեմ, որ Էրիկ Կրոյանը հայերեն սյուժեներ է նկարում, այստեղ եւ այդ առավոտյան մենք ցույց ենք տալու, բայց իմ կողմից նշեմ, ասեմ, որ մենք ստեղ եկել ենք թատրոն, եթե չեմ սխալվում մոտավորապես 2 տարի առաջ եւ ստեղ չգիտեմ նենց փոսեր էր նենց վատ վիճակ էր այն դեպքում որ սա կենտրոնն է հա Վանաձորի կենտրոնը եւ եկեք մի քիչ ինձ հետ շրջենք ես ցույց տամ բացի այս տարածքից որը հա կարգավորվել է եւ շատ սիրուն է տեսեք ինչ սիրուն է այս կողմին այս կողմը հա ցույց տանք հրաշալի տեսք, հրաշալի է, մինչև վերջի սենց։ Ու մենք պետք է հասկանանք, հա, որ բոլորս պետք է գանք Վանաձոր եւ հրավիրում եմ բոլորիդ, եկեք Վանաձոր, գումարներ ծախսեք, մենք պետք է բոլորս օգնենք Վանաձորին եւ Լորի մարզին եւ Ստեփանավանն է շատ սիրուն Այնպես որ երբ տեսնում եք այս ձևի հոլովակներ կամ էլ առավոտյան սյուժեները, քիչ է որ լայք եք դնում կամ կոմենտ եք գրում, եթե դուք ուրախանում եք մեզ հետ միասին, գումարներ ծախսեք Լորի մարզում եւ կոնկրետ Վանաձոր քաղաքում։ Բարև ձեզ Ժողովուրդ ջան, Գարգար համայնքում ենք գտնվում մենք, այսօր մենք եկել ենք ստեղ Լորի մարզ, որպեսզի նկարենք առավոտյան սյուժե Էրիկ Կրոյանի հետ, կրթական համալիր, հա, այսպես ասած, որտեղ լինելու է դպրոց եւ մանկապարտեզ
եւ շատ հրաշալի է, որ այս ձևի գյուղերում այս ձևի կառույցներ եք մենք տեսնում եւ սա նորից մեզ հաստատում է այն փաստը, որ կառավարությունը չի խնայում ոչ մի ջանքեր, որպեսզի բոլոր մարզերում, բոլոր գյուղերում լինի հոյակապ դպրոցներ, մանկապարտեզներ, ջրամբարներ եւ հույսով եմ դուք ինձ հետ միասին ուրախանում եք իմանալով այս փաստը։ Բոլորիդ բարի օր, ժողովուրդ ջան, շարունակում ենք մեր նկարահանումները Լորիի մարզում, Վանաձոր քաղաքն է, իմիջիայլոց ասեմ, որ հաջորդ հոլովակները, որը մենք դեկտեմբերում ենք ցույց տալու, այս հոլովակները ցույց ենք տալու նոյեմբերում եւ հիմա ցույց ենք տալիս ամեն առավոտ մեր կայքերում, մեր խմբերում, Telegram-յան ալիքում, իսկ դեկտեմբերի համար մենք նկարելու ենք Էրիկ Կրոյանի հետ անպայման Ալավերդի քաղաքում, նաև ունենք մեզ նկարահանումներ մեր հարգելի ընկերների հետ Սպիտակ քաղաքում, Սպիտակ համայնքում, չենք վերջացրել, այնտեղ էլ կա աշխատանք։ Նշեմ, որ ուրեմն Ալավերդի քաղաքում էլ կա ահագին նորություններ, լավ լուրեր եւ պետք է անպայման Ալավերդին էլ շատ ցույց տանք։ Միջդա մենք Ստեփանավանը շատ ցույց տվեցիք եւ հույսով եմ, որ ամեն անգամ երբ տեսնում եք sense նոր դպրոցներ, նոր մանկապարտեզներ, ջրամբարներ եւ ընդհանրապես այս հոլովակները երբ դուք նայում եք այս սյուժեները ձեր սիրտը լցնում է ուրախությամբ Էրիկը ասեց իր սյուժեում որ ինքը վստահ է որ այն մարդիկ ովքեր գուցե չեն եղել Վանաձորում կամ էլ չեն տեսել այս նոր դպրոցները նոր մանկապարտեզները էկրանին որ նայում են պատկերացնում են ինչ խոշոր աշխատանքներ է գնում եւ Փառք Աստծո եղանակը շատ լավն է, հիմա տեսեք նոյեմբերի վերջն է, բայց այնց տպավորություն է մայիս ամիս լինի կամ էլ չգիտեմ սեպտեմբերի վերջը։ Թող արևով լցնվի ձեր սիրտը եւ ձեր հոգին եւ ուզում եմ որ Լորի մարզը եւ ընդհանրապես սա Հայաստանը, Լորի մարզը ծաղկի Տեսեք մենք խոսք եք տվել, որ մեր գումարները մի քանի ամիս ծախսելու ենք մոնտաժների վրա, Լորի մարզը ցույց տակ շատ, մենք այդ խոսքը պահում ենք եւ շարունակում ենք ցույց տալ եւ կարեւոր այն է, որ Լորի մարզում սաղ քաղաքներում Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան, հա, Աղբատ, Դսեղ, ամենտեղ այս ձևի աշխատանքներ ա գնում եւ ինչ գումարներ ա պետությունը, կառավարությունը ծախսում դրա համար, որպեսզի Լորի մարզը լինի փայլուն, ինքարժանի է, քանի որ Լորի մարզը այն մարզն է, որտեղ պետք է ավելի շատ լինի տուրիստ, պետք է դրա վրա աշխատենք եւ Էրիկը ասեց, ուզում եմ կրկնել, ամենըդ գոնե տարին մի անգամ եկեք Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի 5000 դրամ ծախսեք, դրանով դուք կօգնեք Վանաձորին եւ Լորի մարզին։ Գիտեք, եթե մենք փող ծախսենք այս մարզում, այս մարդիկ այս փողը կաշխատեն ու իրանց քաղաքից լավը չկա, իմիջիայլոց ասեմ Վանաձորը մի կողմից Երևանն է, մյուս կողմից Թիֆլիսը, ամենահոյակապ տեղն է ու գները ստեղ շատ ցածր է, թե արենդայի հարցով, հա, թե չգիտեմ, կաֆեում, թե խանութում։ Միջնոր հանդիպում Բոլորիդ բարի օր, մենք գտնում ենք Լեռնավան գյուղում, Սպիտակ համայնքն է, նորից նշեմ, որ մենք շարունակում ենք աջակցել Լորի մարզին եւ ընդհանրապես վերջի 3 ամիսի ցույց եք տալիս առավոտները սյուժեներ Լորի մարզից, համայնքի աշխատակիցներն են նկարել հայրենով նոր սյուժե, դեկտեմբեր ամսումն ենք մենք ցույց տալիս այդ սյուժեն, որպեսզի այն մարդիկ, ովքեր ապրում են Լորի մարզում Հայաստանում եւ Սփյուռքում, տեսնեն ինչքան աշխատանքներ են անում կառավարությունը եւ համայնքները, որպեսզի նույն Լորի մարզը լինի փայլուն եւ ասեմ, որ բոլոր մարզերում հավասար աշխատանքներ ա գնում, բայց չեմ վախենում ասեմ, որ Լորի մարզը հատուկ տեղ ունի բոլորի սրտում եւ կառավարության անդամների սրտում եւ վարչապետի սրտում եւ դա զարմանալի չի, քանի որ Լորի մարզում 52% բնակիչները դուրս են եկել գնացել են Սփյուռք, ուրիշ երկրներում են ապրում մինչև 2018 թիվը եւ կառավարության անդամները եւ падգամավորները եւ վարչապետը դրա մասին շատ լավ գիտեն եւ շատ կարեւոր է որ Լորի մարզը լինի
փայլուն եւ ոչ մեկ չի խնայելու գումարներ, որպեսզի Լորի մարզը լինի այն ձևի, ոնց մենք տեսնում ենք եվրոպական, երկրներում ինչքան է սիրուն քաղաքները եւ գյուղերը եւ հիշեցնեմ, որ Լորի մարզը այնքան հոյակապ է նաև դրանով, որ Վանաձորից օրինակ 1 ժամ 40 րոպեում դուք կարող հոյակապ ճանապարհներով հասնեք Երևան եւ նաև շատ շուտ հասնեք Թիֆլիս, Վրաստանի մայրաքաղաք, այսինքն շատ հարմար է, օրինակ ասեմ, որ Վանաձորում Ստեփանավանում եւ կոնկրետ Սպիտակ քաղաքներում դաժե սնունդը ավելի էժան է, քան թե ուրիշ քաղաքներում, ուրիշ մարզերում։ Նաև առանձին ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Լորի մարզպետին Արեն Մկրտչյանին, ասեմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ինքը լավագույն մարզպետն է, դրանով, որ բացի դրանից, որ ինքը իր աշխատանքը հոյակապ կատարում է, ինքը նաև ցույց է տալիս իր կայքերից, նաև ինքը ժամանակ է գտնում նկարի, ինչա որտեղ կատարում եւ տենց պետք է աշխատի մարզպետը։ Հասկանում եք, մարզպետը պետք է, եթե ինքը նշանակված է, եթե ինքը ներկայացնում է վարչապետին, պետք է ցույց տա ինչա կատարվում ընդհանրապես, իր մարզում։ Տեսեք, այս Լեռնավանի մանկապարտեզը ոնց կարելի է ցույց տալ մարդկանց, որ մարդիկ տենան ինչա կատարում ընդհանրապես մի հատ գյուղում, տեսեք ինչ մանկապարտեզ են կառուցում, ել չեմ ասում ճանապարհները, եթե կարելի է մի քիչ ցույց տվեք ճանապարհները, բայց ավելի խոշոր գումարներ է ծախսում Սյունիքի մարզում, ես կյանքում մի անգամ չտեսա, որ Սյունիքի մարզպետարանը, սենց դուրս գա ինչ-որ մի բան նկարի, տեսեք ոնց է աշխատում Արեն Մկրտչյանը եւ ես կյանքում չտեսա Սյունիքի մարզպետը, կամ մարզպետարանի աշխատակիցները սրտանց ուզենան ցույց տան ինչ գումարներ է ծախսում Սյունիքի մարզի վրա։ Նույն ձևի ես կուզենայի ավելի շատ տեսնենք մենք Արարատի մարզի մարզպետին։ Այո, մենք ահագին բաներ ենք նկարել Արարատի մարզում, չգիտեմ, հույսով եմ սրտանց են իրանք ինձ հետ նկարել դա, բայց մենք չտեսանք մարզպետը մի անգամ ինքը ցույց տա ինչ է կատարում իր մարզում։ Թող մարզպետները վերցնեն օրինակ Արեն Մկրտչյանից, մինչև ոչ շատ գոհ ենք մենք Արագազոտնի մարզպետից, Արագազոտնի մարզի մարզպետը իսկականից սրտանց է աշխատում եւ իրան դա չի վերաբերում այս նկատողությունները։ Բոլորին լավ օր։